Պոյտա Արցախի գարույցին հերթական շրջանային ժողովը Ալիև գրգին խոսեցավ Զանկեզուրի միջանցքին մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան իր աբազգային հայտարարություններով 3 անգամ միևս հանդես եկավ թերքական չաղացքին չուր լեցնելով հայտարարություններով Երբ ազգային ժողովի ամբիոնեն ըսավ Մենք պետք է վերջ տանք հայոց ցեղասպանությունը զենքի վերածող այս գործընթացին նշելով որ այդ կրակոցներեն մենք զոհված ենք ու պիտի զոհվենք Ան նաև հայտարարեց որ հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգին վրա պիտի չլա Շարունակելով Փաշինյան ասավ Վերջերս Իսրայելի ղարավարությունը ամենեն սուր վճռագամությամբ սկսավ հայոց ցեղասպանության ճանաչման աշխատանքին ապա նման վճռագամությամբ կանգնեցուց զայն Մենք բոլորս դեսանք ստիպված եղանք տեսնել, որ միջազգային խաղացողները մեր նահատակներու մասունքներով իրարու գլուխ կհարված էին, բայց մեր գլուխը ցավեցավ։ Մեր նահատակներուն ոսկորները զենքի կվերածեն եւ անով իրարու վրա կգրագեն, բայց մենք կզոհվենք։ Մենք այլևս պետք չէ երազենք այլ հայրենիքի մասին, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունն է մեր երազներուն հայրենիքը, եւ մենք երջանիկ ենք, որ ունենք այդ հայրենիքը։ Մեր գադարելիքը պետք է ըլլա պետությունը զարգացնել եւ զայն հարադեւ գերբով սերունդե սերունդ փոխանցել։ Կարևոր է նախ սերդել մեր հին եւ նոր պատմության տասերը, թե ինչ կգադարվի, երբ անվտանգության մեր հույսերը գտնենք ուրիշներուն վրա, նշեց Փաշինյան։ Մյուս կողմէ Փաշինյան եկեղեցին բادرազմի կարոշության գարույց նկատեց, երբ ամենեն անարգական բարերով դկեղ եւ անընդունել որագումներ կատարեց ամենայն հայոց կաթողիկոսին հասցեին։ Փաշինյան ամենայն հայոց կաթողիկոսին նյութին անդրադարձավ, երբ կներկայացներ Ղարավարության 2026-2031 թվականներու ծրագիրը եւ կանտրատարնար Ադրբեջանի հետ ցերկ բերված խաղաղության, որուն մեծապես հոգացող վարչապետը հիշեց Կարեկին երկրորդը եւ այն հոգեվորականները, որոնք բادرակներու ընթացքին կհիշադակեն Արցախի անունը։ Փաշինյան բնտեց, որ այս եւս բաժար է, որ կաթողիկոսը հրաժարի։ Խորհրդարանի մեծակույն ինտիմատիր խմբակցության ուժեղ Հայաստանի ղեկավար Նարեկ Ղարաբեդյանի համոզումով 3 վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացավ խաղակարտերը եւ խոստովանեցավ, որ կաթողիկոսին թեմ Փաշինյանի գրիվին իսկական բաժարը Արցախն է, ինչպես որ ամիսները ի վեր դիդել գուդար ինտիմությունը։ Իսկ մնացյալ հարցերը Ղարաբեդյանի համաձայն ընդամենը կորձիկ են Սուրբ Էջմիածինի վրա քաղաքական ազդեցություն ունենալու համար։ Բادرակներու Արցախի անունը հնչեցնելու եւ անով բادرազմ հրահրելու իշխանության մեղադրանքներուն ամենայն հայոց կաթողիկոսը անդրադարձած էր հունիսին, ասելով որ բادرազմ չեն հրահրել, այլ աղոթք կբարձրացնեն Արցախի ժողովրդի իրավունքներուն համար։ Մենք բարդավոր ենք ամեն չանք իգործ տնել, որբեսի Արցախի հանդեպ արդարությունը իրականանա, ըսած էր վեհապարը։ Ինտիմատիր Հայաստան խմբակցութենեն Սևակ Խաչատրյան իր գարկին նշեց, որ վեհապարին թեմ արշավը սկսավ մայիս 2025-ին Զվիցերիո մեջ կազմակերպված միջազգային համաժողովին ունեցած ելույթեն յետք, երբ Կարեկին երկրորդ խստորեն քննադատեց Ադրբեջանը հագահայ քաղաքականության, Արցախի հայաթափման, Բաքուի փանդերուն մեջ փանդարգված հայ քերիներուն եւ Արցախի հայկական մշակույթի ոչնչացման մասին խոսելով։ Սևակ Խաչատրյանը ասավ. Այսինքն, եթե եկեղեցին այս չներ, ես կենտադրեմ, որ դուք այս արշավը եկեղեցվո թեմ ձեր այսպես կոչված բարենորոգումի ծրագիրը չէիք կատարել։ Խաչատրյան շեշտեց, որ Հայաստանի սահմանադրության համաձայն կրոնական գազམ་ագերբությունները անչափ են պետութենեն։ Խաչատրյան վարչապետին հարցուց, թե որ օրենքով անմիջամուխ կլա հայ արաքելական եկեղեցվո գործերուն։ Հայաստանի ազգային ժողովի երեկվան նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյան խոսեցավ նաև Հայաստանի Եվրոպական միության անդամակցության, հաբգի մեջ Հայաստանի ղարքավիճակին եւ Ռուսիո հետ գաբերուն մասին։ Արձագանքելով Ռուսիո բանջին Հայաստանի մեջ հանրակրվե գդարելու Եվրոասիական թե Եվրոպական միություն հարցումով վարչապետ Փաշինյան առաջին անգամ ելալով հայտարարեց, որ Երևան հարաճիգային պիտի սկսի Եվրոպական միության անդամակցության թիմումի գործընթացին։ Վարչապետին հայտարարությունեն շատ չանցած Մոսկվա արձագանքեց, թե պիտի հարաճանան այսպես կոչված խոր հագասություններ,
որոնք առաջին հերթին պիտի վնասեն ինքնին Հայաստանին։ Ռուսիո նախագահ Մամլոք Արդուղար Դիմիտրի Պեսկով հայտարարեց. Թիմում ներկայացնել է յետք Հայաստան պետք է սկսի իր օրենսդրությունը զանազան մարզերու մեջ, Արևդուրի, Պուսական բանջարներու, Մաքսային եւ այլ մարզերու մեջ համապատասխան դարձնել Եվրոպական միության չափանիշներուն։ Այդ չափանիշները չեն համընկնիր մեր եւ Եվրոասիական տնտեսական միության դարաշքին մեջ արգա չափանիշներուն։ Ան միաժամանակ նշեց, որ Եվրոպական միության անդամակցության թիմումին քննարկումը գրնա երկար ժամանակ առնել Թուրքիո եւ շարք այլ երկրներու փորձառությունը հիշեցնելով։ Ռուսիո անվտանգության խորհրդի փոխնախագահ Դիմիտրի Մեդվեդև ավելի խիստ ոճով խոսեցավ Հայաստանի Եվրոպական միության անդամակցության մասին, ասելով. Միակ կանոնը, որ գվերապերի Հայաստանի ներկա կառավարության խոզերուն արչև մարգարիտներ մինեդեկն է։ Մեդվեդև ավելցուց. Ակնհայտ է, որ Հայաստան երբեք պիտի չանդամակցի քրոնիկ հիվանդությունները դարաբող Եվրոպական միության, սակայն պիտի փճացնի իր հարաբերությունները Ռուսիո եւ Եվրոասիական տնտեսական միության մնացյալ երկրներուն հետ։ Այս դգարության նկրդումներն քինն է փոքրիկ երկրի ներկա կառավարիչին, որ տատխված է ազգային շահերու թավաջանության, Սորոսի կարողության եւ հայ առաքելական եկեղեցվո սադանայական հալածանքներուն մեջ։ Երևան-Մոսկվա ճգնաժամի հարցը ազգային ժողովին մեջ այսպիսով չփակվեցավ։ Վարչապետը ավելի գոշտ արտահայտություններ ունեցավ հապկի մասին, ասելով. Ես կրնամ ասել, որ մենք հապկի մեջ մեր աշխատանքները պիտի չաշխուժացնենք։ Ես շատ կող կլամ, եթե գազագերբությունը որոշի Հայաստանը հերացնել, մեզի գազադե դուրս գալ չգալու երկընտրանք են։ Ռուսիո նախագահ Մամլոք Արդուղար Դիմիտրի Պեսկով արձագանքեց Փաշինյանի այս հայտարարության, նշելով, որ դժվար է հասկանալ, թե ինչ կնշանակե կող գլա, եթե զայն հերացնեն եզրը։ Պեսկով իր ղարքին Երևանին առաջարկեց լքել հապկը։ Եթե Երևան իր ազգային շահերեն մեկնելով այլևս գարիքը չունի տարածաշրջանային անվտանգության ապահովումի համար այդքան կարևոր գազագերբության անդամակցելու, ապա ազատ է հապկեն դուրս գալու։ Մինչև այսօր մենք զանազան մագարտակներու վրա գլսենք Հայաստանի ներկայացուցիչներուն հայտարարությունները, որ անդամակցությունը սարեցված է, սակայն առայժմ դուրս գալ չեն նախադեսեր, նշեց Կրեմլինի ներկայացուցիչը։ Իր ղարքին Ռուսիո արտաքին գործոց նախարարության անկախ պետություններու համագործակցության երկիրներու առաջին բաժանմունքի տնօրեն Միքայել Աղասանտյան հայտարարեց, որ հապկը չի համագործակցիր Հայաստանի հետ ռազմական, ռազմագիտական կամ այլ մարզերու մեջ։ Աղասանտյան նաև նշեց, որ Երևանի հետ համապատասխան համագործակցությունը պիտի պահպանվի երկկողմանի հիմերով։ Գոյություն ունի անհրաժեշտ օրինական շրջանակ, հիմք, որ կներառե ռազմական արտադրության մատակարարումը արտոնյալ պայմաններով, ըսավ ան։ 23 օգոստոսին տեղի ունեցավ հայեղապոհական դաշնակցության Արցախի գարույցին հերթական շրջանային ժողովը։ Ժողովի ներկային ՀՕԻՏ բյուրոյի անդամներ Լիլիթ Քալստյան եւ Դարոն Դոնոյան, ՀՕԻՏ Հայաստանի Կերակույն մարմինի անդամ Խաչատուր Սեփանյան, ՀՕԻՏ Արցախի Կենտրոնական կոմիտեի ընթացավարտ անդամներ, Արցախի բոլոր շրջանային մարմիններու պատվիրակներ, ինչպես նաև հրավիրյալներ։ Շրջանային ժողովը քննարկեց, արժևորեց եւ ամփոփեց ՀՕԻՏ Արցախի ընթացավարտ կենտրոնական կոմիտեի երկամյա գործունեությունը, միաժամանակ ճշտելով հարաճիգա շրջանի առաջնահերթությունները եւ նորընտիր կենտրոնական կոմիտեին հիմնական կատարելիքները։ Ժողովի ընթացքին տեղի ունեցած ընտրության իբրև արդյունք կազմվեցավ ՀՕԻՏ Արցախի կենտրոնական կոմիտեի 7-անդամ նոր կազմը։ Հայտնենք, որ ՀՕԻՏ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ ընտրվեցավ Արա Բուլուզյանը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև Ադրբեջանի եւ Ուզբեկիստանի բարձրակույն միջպետական խորհրդի երրորդ նիստին դարձյալ խոսեցավ Զանգեզուրի միջանցքին մասին, դիտել տալով, որ այդ ծրագիրը Ադրբեջանի մեջ աշխուժորեն կիրականանա եւ Ադրբեջանի կողմէ տարածքին մեջ ծրագիրի հիմնական աշխատանքները պիտի ավարտին հաջորդ տարի։ Ալիև ասավ. «Գպապակիմ նշել, որ աշխատանքներ կկատարվին նաեւ Հայաստանի մեջ։ Մեր ամերիկացի գործընկերները բարբերաբար մեզի դեղյակ կբայեն։ Մեզի դրամատրված դեղեցություններուն համաձայն Հայաստանի մեջ շինարարական աշխատանքները պիտի սկսին կամ այս տարվան ավարտին, կամ հաջորդ տարվան սկիզբը։ Սակայն հոն երկաթուղակիցին երկարությունը ընդամենը 42 կիլոմետր է, իսկ Նախիջևանի նավար հանրապետության մեջ այդ հատվածին երկարությունը 194 կիլոմետր է։ Հետևաբար մենք արդեն սկսած ենք աշխատանքներուն եւ ամեն բարակայի ավարտին պիտի հասցնենք զանոնք։
Բաքու, որ հաջող Թրամփի ուղիի փոխարեն գործածե Երևանի համար անընդունելի զանգեզուրի միջանցք ձևակերպումը, բարբերաբար կհայտարարե թե իր կողմէ ամեն ինչ գրեթե պատրաստ է։ Մինչդեռ Երևանի մեջ դակավին փաստաթղթային աշխատանքներ կկատարվին թե ներքին եւ թե ամերիկյան կողմին հետ։ Հարկելուն ընտրներ օրվան այդ բաժինով այսօր կներկայացնենք Washington Times-ի հոդվածը, որ գսե թե Թրամփ գրնա հասնել հայկերիներու ազատ արձակման անով իսկ ամրապնդելով Թրիպի ծրագիրը։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը ուշադրությունը պետք չէ շեղեցնե հայ ռազմակերիներու հարցեն։ Միացյալ Նահանգներու նախագահ Դոնալդ Թրամփ գրնա ամրապնդել Թրիպի ծրագիրը Ադրբեջանին պահանջելով ազատ արձակել 19 հայկերիները։ Թրիպի ծրագիրը զգալի առավելություններ կառաջարկե Հայաստանին, դեպի ծով ելք չունեցող երկրին համար անգրնա ստեղծել տնտեսական ներդրումներ։ Այս կօգնի նաև խաղաղությունը պահպանելու Հայաստանի դրացի երկիրներուն գործնական հետաքրքրություն տալով այն երթուղիներուն մասին, որոնք կմնան Հայաստանի իշխանության տակ։ Թրիպը ռազմավարական կարևոր այս դարաշրջանին մեջ կամրապնդե Միացյալ Նահանգներու թերը առանց զորքեր դեղագայելու կամ անսահմանափակ օգնություն դրամատրելու անհրաժեշտության։ Ան նաև արևդուրի արիտներ կստեղծե ամերիկյան ընկերություններուն համար, որովհետև հարավային Կովկասի մեջ կկառուցվին երթևեկի նոր կապեր։ Այս ձեռքբերումները էական են եւ աջակցության արժանի են։ Սակայն կարգավորումը չի կրնար հիմնված լալ միայն քարտեզներու եւ արևդուրի ուղիներու վրա։ Թրամփի Կովկասյան համաձայնագիրի ամենն հրադապ փորձություններն մեկը այն է, թե արդյոք անգահաճողի ապահովել Ադրբեջանի մեջ փանդարգված 19 հայ քերիներուն վերադարձը։ Անոնց ազատ արձակումը ցույց կտա, որ համաձայնագիրը ուղղված է նաև մարդասիրական հարցերու լուծումի եւ ոչ միայն արևդուրի։ Բազմաթիվ հայերու համար Ադրբեջանի մեջ փանդարգված քերիներու հարցը կնշանակե, որ բادرազմը դակավին ավարտած չէ։ 19 քերիներու ազատ արձակումը կնպաստե համաձայնագիրի աջակցության, ցույց տալով, որ հարավային Կովկասի նոր համաձայնությունը հիմնված է տնտեսական եւ մարդկային արժանապատվության վրա։ Հայերու համար ոչ մեկ համաձայնագիր ավարտած կնկատվի, որովհետև անոնց ընտանիքները կսպասեն քերիներու վերադարձը։ Միջանկյալ ընտրություններու սեմին Միացյալ Նահանգներու հայ համայնքը, որ քննադումներու համաձայն գանցնի 1 միլիոնը, ուշադրությամբ կհետևի, թե արդյոք Վաշինգտոն կհետևի իր դարիներու մտահոգություններուն։ Միացյալ Նահանգներու դաշնակիցները եւ եվրոպացի գործընկերները, որոնց կարգին Կանադա եւ Ֆրանսիա բարձրացուցած են այս հարցը եւ պահանջած են քերիներու ազատ արձակումը։ Եվրոպացի բարձրաստիճան օրենսդիրները նշած են, որ քերիներու ազատ արձակումը բարի կամքի դրսևորումն է, ի նպաստ հարադեպ խաղաղության։ Թրամփ պետք է մղե Ալիևը ազատ արձակելու 19 հայ քերիները, որովհետեւ փաստե որ Բաքու պատրաստ է հաշտության։ Թրիպը կրնա արևդուրի նոր ուղիներ բանալ հարավային Կովկասի համար, իսկ քերիներու ազատ արձակումը կրնա համաձայնագիրին մարդասիրական հիմք հաղորդել։ Եթե Թրամփ հաջողի երկուքը կատարել, ապա անգամրաբնթե Կովկասյան երկարաժամկետ ազդեցությունը, նշված է Washington Times-ի հոդվածին մեջ։ Հարկելի ունգընտիրները վագընտիրներ վանացայն են CZ-ին ներկայացնելու հայկական աշխարհի այսօրվա լուրերը։ CZ-ին ցայնի աղորդաբար Սևագը եւ Ներսեսը։ Մնացեք միշտ վանացայինի ունգընտիր։